Ռուսական գազի թանկացման, սեփական գազ ունենալու, եվրոպական միջոցների անցնելու վերաբերյալ հայտարարությունները ընտրությունից առաջ կոշտացել եւ հաճախակի են դարձել։ Մենք չենք լինելու մի խողովակի հույսին։ Բացի այդ, Փաշինյանը վստահեցրել էր, գազը չի կարող թանկանալ։ Նման բան չի կարող լինել, որովհետեւ մենք պայմանագիր ունենք։ Ռուսական պարբերականներն էլ գրում են, Մոսկվան կարող է դադարեցնել կամ խզել միակողմանի կերպով պաշտոնական Երևանին գազի, նավթամթերքների մատակարարման պայմանագիրը։ Եվ այս հայտարարությունների ֆոնին, երբ հիշում ենք Եվրամիության 500 միլիոն եվրո ներդրման, դիվերսիֆիկացիայի, Մոլդովայի հետ համեմատականների մասին, աշխարհաքաղաքական շահերի բախման խճանկարը ամբողջանում է։ Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու, որևէ իրավիճակում։ Ինչ այլընտրանքների մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը եւ ինչու է Եվրամիությունը հիշատակում մոլդովական սցենարը։ 2025-ի ընտրությունից առաջ Մոլդովայում գազի հարցը դարձավ ոչ թե էներգետիկ, այլ քաղաքական գործիք։ Խզվեցին պայմանագրերը ռուսական գազի մատակարարման վերաբերյալ, գազը թանկացավ, Մոլդովայի իշխանությունն անցավ ավելի թանկ եվրոպական շուկաների։ Ընտրությանն ընդառաջ քաղաքացիների դժգոհության ալիքը կանխելու համար Եվրամիությունը սկսեց սուբսիդիաներ տրամադրել։ Վահե Դավթյանի խոսքով Մոլդովայում ռուսական գազից հրաժարումը հանգեցրեց ոչ այնքան իրական էներգետիկ դիվերսիֆիկացիայի, որքան նոր կախվածության ձևափոխման։ Սկսեցին ֆինանսավորվել Մոլդովայի տնտեսական առանձին հատվածներ, բայց ընդհանրապես վերջերս մենք իմացանք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը, որը այսպես գլոբալ ֆինանսական ճարտարապետության անկյունաքարային ինստիտուտներից մեկն է, դադարեցրել է Մոլդովայի ֆինանսավորումը այն պատճառաբանությամբ, որ Մոլդովան այո որդեգրել է մի շարք ռազմավարություններ, ուղղված մոդեռնիզացման, ուղղված տնտեսական ազատականացման եւ այլն, բայց բավարար մակարդակով անց չեն կացվել ինստիտուցիոնալ ռեֆորմները։ Բայց դրանք երկար չեն կարող շարունակվել, նշում է Դավթյանը։ Նրա գնահատմամբ միջազգային ֆինանսական կառույցները սկսել են ավելի զգուշավոր մոտեցում ցուցաբերել Մոլդովայի նկատմամբ։ Վերադառնալով Հայաստան, վիճակն աշխարհաքաղաքական տեսանկյունից նման է, բայց Հայաստանը չունի այն նույն աշխարհագրական ու քաղաքական հնարավորությունը, ինչ ունեցել է Մոլդովան, նշում է ՄԱԿ-ում էներգետիկայի գծով փորձագետ Արամ Արջանյանը։ 500 միլիոն եվրո դուք չեք կարող վառել ջերմակայաններում եւ ստանալ էլեկտրականություն։ Դուք չեք կարող տալ բնակչությանը եւ ասել գնացեք ձեզ համար ձվածեղ պատրաստեք այդ 500 միլիոն եվրոն այրելով ձեր խոհանոցում։ Անհրաժեշտ է գազ, Հայաստանին անհրաժեշտ է գազ։ Եվրամիությունը Հայաստանին գազ մատակարարել չի կարող։ Եվրամիությունը ինքն է Հարավային Կովկասից գազ արտահանում դեպի օրինակ Հարավային Եվրոպայի երկրներ։ Իսկ ինչ այլընտրանքի մասին է ակնարկում Փաշինյանը, ինչ խողովակ է ավելանալու։ Վահե Դավթյանը կարծում է թրիփի մասին է խոսքը։ Պաշտոնը այդքան լավ չի տիրապետում իրավիճակին, ինչու, որովհետև եթե թրիփով անցկացվի գազամուղ, իսկ սրա ծրագրերը կան եւ Թրամփն էլ իր գերարման մեջ փաստացի անուղղակիորեն դրա մասին խոսեց, այսինքն եթե անցկացվում գազամուղ, ապա միջազգային պրակտիկայից ելնելով դրա տարանցման տոկոսը կարող է, որը կարող է, այո, փոխանցվել Հայաստանին, կարող է լավագույն դեպքում հասնել 15-ից 20%-ին։ Եվ սա այն ծավալը չի լինի, որը կարող է բավարարել Հայաստանի ներքին պահանջարկը, որը հասնում է մինչև 2.5 միլիարդ խորանարդ մետրի տարեկան։ Արամ Արջանյանի խոսքով տարածաշրջանի ամենախոշոր գազային ծրագիրը կարող էր դառնալ Տրանսկասպյան գազատարի կառուցումը։ Այն թուրքմենական գազը կհասցնի Ադրբեջան, հետո օրինակ Հայաստան, իսկ Թուրքիայով էլ Եվրոպա։ Այս ճանապարհով հնարավորություն կարող է ունենալ Հայաստանը տրանզիտ գազ ստանալու, բայց սա իրականություն չի դարձել եւ Արջանյանի կարծիքով չի էլ կարող իրականանալ։ Տրանսկասպյան ծրագրի իրականացման համար դուք պետք է ունենաք Կասպյան 5 երկրների կոնսենսուսային համաձայնությունը։ Անցած տարիներին այս պահին եւ կարծում եմ մոտակա ապագայում Ռուսաստանը եւ Իրանը կտրականապես դեմ են այս տրանսկասպյան ծրագրերի իրականացմանը, իսկ բացի թուրքմենական գազից Ադրբեջանը ուրիշ գազ չունի Հայաստանին տալու։ Ադրբեջանի ամբողջ գազը Շահդենիզի գազը, այսպես ասած, 100%-ով արդեն վաճառված է, արդեն վաճառված ասելով մոտակա 10 տարիներին վաճառված է Եվրոպային բավական բարձր գներով, այդպես որ Ադրբեջանը Հայաստանին գազ չունի մատակարարելու։
Զրուցակիցներս անդրադարձել են նաև Իրան-Հայաստան գազամուղին, ընդգծելով, որ թեև տեխնիկապես այդ ուղղությունը կարող է դիվերսիֆիկացիոն հնարավորություն ապահովել, սակայն ենթակառուցվածքը պատկանում է Գազպրոմ Արմենիային, ինչը ըստ փորձագետի թույլ չի տալիս ամբողջությամբ շրջանցել ռուսական գործոնը։ Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու, որևէ իրավիճակում։ Արամ Արջանյանի խոսքով նյարդային հայտարարությունները պայմանավորված են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությամբ։ Կարծում եմ, որ հունիսի 8-ից հետո իրադրությունը շատ ավելի կհանդարտվի եւ մենք կգանք արդեն բնականon երկարաժամկետ վավերություն ունեցող իրողությունների տեսակետին։ Գազի գնի կտրուկ փոփոխությունը ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ էլ Ռուսաստանին։ Ի վերջո, գազի գինը բարձրացնելով ոչ թե գործող իշխանությանը, այլ հայ բնակչությանն է ավելի շատ վնասում բարեկամական երկիրը, նշում է փորձագետը։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։